Անցած տարի հեղուկ գազի ոլորտում ունեցել ենք 18 թերլիսկավորման դեպք, մոտավորապես 93 ստուգում ենք իրականացրել այդ ոլորտում, 5 դեպք ունեցել ենք ԱԳԼՃԿ-ներում մոտավորապես 91 ստուգում, 87 ստուգում բենզին դիզվառելիքում ունեցել ենք 8 թերլիսկավորման դեպք։ Իսկ նման թվերը, եթե հետ գնանք վերլուծություններով, շատ ավելի մեծ քանակ էր կազմում։ ԱԳԼՃԿ-ներում 51 դեպքից 8-ը խախտում։ 91-ից 5 դեպք թերլիսկավորում ա եղել։ Իսկ տուգանքների մասով ինչ կասեք։ Տուգանքների մասով մենք վարչական պատասխանատվության միջոցներն ենք բարձրացրել, երբ որ օրինակ նույն ԱԳԼՃԿ-ների դեպքում ընդամենը մի 21 թվականին 50-ից 100,000 դրամ էր, դա ոչ մի զսպաշապիկ չէր լինում տվյալ տնտեսվարողի համար 50,000 կամ 100,000 ԱԳԼՃԿ-ի համար ոչ մի բան էր, ասում էր տուգանին, որ ինքը նույն ձևի սկսում էր խախտումները։ Մենք վարչական իրավունքի օրենսգրքում կատարել ենք փոփոխություն 22 թվականին, այժմ նույն չափագիտական կանոնների խախտման դեպքում կոնկրետ թերլիսկավորումը լինի կամ չստուգաչափված չափամիջոց, ստուգմանը նախորդող եռամսյակի շրջանառության 1% գումարած 200,000 դրամ տուգանք է, որոշ պարագաներում տնտեսվարողներ կան, որ մոտավորապես 30-40 միլիոն վարչական պատասխանատվության են ենթարկվում, դա էլ որոշակի լուծում ստացավ թերլիսկավորման հետ կապված։ Բացի այդ ուզում եմ ներկայացնեմ, ասեմ, որ մինչև 22 թվականը, երբ որ մենք չափագիտական վերահսկողություն էինք իրականացնում, նախորդ մենք տեղյակ ենք պահում տնտեսվարող սուբյեկտին 3 օր առաջ, որ ձեր մոտ իրականացնում ենք ստուգում։ Հիմա օրենսդրական փոփոխությունից հետո ոչ միայն 3 օր առաջ չենք տեղեկացնում, այլև ընդհանրապես իրենց չենք տեղեկացնում, ծանոթանա հրամանին, հանձնարարագրի, մենք միանգամից կլինի դիմում բողոք, կլինի ստուգումների մասի ծրագրով իրականացված ստուգումներ, միանգամից իրականացնում ենք վերահսկողություն եւ անակնկալ է լինում տվյալ տնտեսվարողների համար ժամանակ չունի, որ նման խնդիրները ինքը շտկելու։